Մեծարգո պարոն վարչապետ, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը եւ եթե չեմ սխալվում դրանից հետո նաեւ դուք արդեն հայտարարեցիք, որ պատրաստ եք ստորագրելու, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց տարածել ապատեղեկատվություն այն մասին, իբրև թե Հայաստանի կողմը, հայկական կողմը սահմանագծին կրակ է բացել եւ իհարկե մեր պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով հերքում էր այս ապատեղեկատվությունը, սակայն փորձից ելնելով եւ հանրությունը եւ տարբեր շրջանակներ սկսեցին քննարկել այն հարցը, որ սա ճնշման միջոց է, ճնշման փորձ, գուցե զիջումներ պահանջելու կամ որևէ կերպ այս գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը խաթարելու։ Հարցս հետևյալն է, արդյոք դուք ունեք նման զգացողություն եւ արդյոք այսպիսի, այսինքն ուժի դրսևորման փորձերը, այս պրովոկացիոն քայլերը կարող են դիտարկվել, կարող են խաթարել այս գործընթացը եւ ինչպիսին է ձեր գնահատականը, եթե ոչ, ապա ինչ եք կարծում, ինչ էր սա, ինչու դա հաջորդեց միանգամից այն հայտարարությանը, որ արդեն տեքստը համաձայնեցված է։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար, ըստ էության այդ հարցին էի նաև անդրադառնում, ասելով, որ մենք ռազմավարություն ենք որդեգրել եւ մենք պետք է այդ ռազմավարությանը հավատարիմ մնանք եւ շարունակենք մեր գործողությունները այդ ռազմավարության շրջանակներում եւ դա ճնշում անվանել, այլ բան անվանել, տեղեկատվական գրոհ անվանել, այդ ամեն ինչը այո, բայց ես ուզում եմ նաև մի նրբություն ընդգծեմ, որին վերաբերյալ խոսեցի նաև նախորդ հարցերից մեկին, ամեն դեպքում մեր վերաբերմունքը հետևյալն է, որ ցանկացած իրավիճակ մենք պետք է ավելի խորը եւ ավելի լավ եւ ավելի համապարփակ հասկանանք։ Եվ այս է պատճառը, որ մենք նաև պաշտպանության նախարարությունը այդ շրջանում իր հաղորդագրությունների մեջ անդադ ընդգծում էր, որ մենք պատրաստ ենք քննել բոլոր այն կոնկրետ դեպքերը, որոնց վերաբերյալ կլինեն կոնկրետ տեղեկություններ, կլինի կոնկրետ տեղեկատվություն։ Եվ մենք այս ուղերձը նաև հղում ենք եւ հղել ենք դիվանագիտական խողովակներով եւ նաև որոշակի տեղեկություններ ենք ստացել դիվանագիտական խողովակներով եւ այդ տեղեկությունները նաև ամենայն լրջությամբ եւ ամենայն անկեղծությամբ քննում ենք, որպեսզի հասկանանք իրադրությունը ավելի կոնկրետ, որովհետեւ ելի եմ ասում, մեր մոտեցումների մեջ այդ բոլոր ընկալումները կա, բայց այնուամենայնիվ ցանկացած իրադրություն պետք է ավելի լավ հասկանալ։ Ցանկացած երևույթ պետք է ավելի լավ հասկանալ, գուցե այդ երևույթի մեջ կան շերտեր, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, նույնիսկ երկրորդ հայացքից տեսանելի չեն, նույնիսկ երրորդ հայացքից տեսանելի չեն, եւ մեր խնդիրը այն է, որ ըստ էության երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում, որ ես պատրաստվում եմ կամ ես ուզում եմ էսկալացնել իրավիճակը։ Եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, ուրեմն երկու կողմն էլ պիտի որոշակիորեն շահագրգռություն ունենան, որ եթե կան ինչ-որ երևույթներ, որոշակիորեն փորձեն աջակցել մեկը մյուսին այդ երևույթները ավելի լավ հասկանալու համար։ Եվ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, ելի եմ ասում, խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Ես այն հայտարարությունը, որ քիչ առաջ ասացի, հասկանում եք, կամ բաներ, որոնք իրենք ունեն շատ խորը հայեցակարգային հենք։ Եվ երևացող հատվածը փոխելու համար պետք է հայեցակարգային հենքը փոխես, որպեսզի, այսպես ասած, երևացող այսբերգի, երևացող կողմի մեջ որոշակի փոփոխություն տեղի ունենա։ Մենք ասում ենք, որ փոխադարձաբար հիմա արդեն արձանագրված միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, ընդ որում նաև դե յուրե, որովհետև սահմանազատման կանոնակարգերը
որոնք արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում, Ալմատի հռչակագիրը ճանաչված է որպես բազային սկզբունք։ Եւ մենք այս համատեքստում ասում ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը մենք մեր կողմից չենք շարունակում։ Մենք համարում ենք, որ գնում ենք ուրիշ ճանապարհով։ Եվ այս տրամաբանության մեջ մենք այդ նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված է ընդհանուր վերաբերմունքը եւ ընկալումը պետքա փոխվի եւ բանաձևը պետքա փոխվի։ Եվ մենք գնում ենք այդ բանաձևը փոխելու ճանապարհով։ Արձագանք։ Պարոն վարչապետ, կարող ենք այնուամենայնիվ արձանագրել, որ նույնիսկ սահմանային իրավիճակի դեպքում մեր հաղորդակցության գոնե որակն է փոխվել, այսինքն այս նաև խաղաղության պայմանագրի եւ ընդհանրապես բոլոր շփումների արդյունքում, որովհետեւ կարծում եմ հանրությունը այդպիսի ակնկալիք առնվազն ունի եւ արդյոք այդ խորքային մակարդակում դուք այդ փոփոխությունը տեսնում եք եւ երկրորդ հարցս տեխնիկական է, արդյոք մենք սկսել ենք հաղորդակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի օրվա հետ կապված այս առումով ունենք առաջընթաց, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները եւ իհարկե նաեւ հրապարակային առաջարկություններ զուգորդում ենք նաեւ դիվանագիտական խողովակներով առաջարկներով եւ ինչ որ աշխատանք է գնում լավ ժանր չէ եւ լավ չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմել, որովհետև երբ որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի, արդյունք կբերի, այդ արդյունքը կտեսնեն բոլորը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես, գիտեք, ես չի ուզենա խորքային բնորոշումներ տալ, որովհետև այն ինչ որ ունենք արձանագրած որպես առաջընթաց եւ հաջողություն, այդ ամեն ինչի մասին մենք բոլորը գիտեն։ Այն ինչ որ դեռևս չի հաջողվել լուծել, դրա մասին էլ բոլորը գիտեն եւ հետեւաբար կոնկրետության մեջ մնալու համար ինչ որ կոնկրետ ունենք, այն ինչ որ դեռևս կոնկրետ չունենք, չենք բացառում, որ հաջորդ պահին կունենանք, բայց չեմ բացառում, որ հաջորդ պահին էլ չենք ունենա։ Այնպես որ վաղաժամ գնահատականներ այդքան էլ ճիշտ չեն։ Շնորհակալ եմ։